Նայլան մեկ րոպե շեղում, հետո կանցնեմ ձեր հարցին։ Այսօր Բաբկեն Թունյանը իր ելույթի մեջ անդրադարձավ իմ երեկվա ելույթից մի նախադասության, որ դուք պարզապես չեք կրկնապատկել մեր երկրի արտաքին պարտքը, դուք զրոյացրել եք մեր երեխաների ապագան այս նախադասությանը, լավ, արտաքին պարտքը ընդունենք պետական պարտք, որը հավասար է արտաքին պլյուս ներքին, բայց նախադասության մտքի իմաստը, որ դուք զրոյացրել եք երեխաների ապագան եւ որպես հերքման հիմնավորում բերում է այն փաստը, Բաբկեն Թունյանը, որ ես հիպոթեկային վարկով բնակարան եմ գնել 21 թվականին իմ վարկի չափը եղել է 1 միլիոն, 24 թվականի ավարտին եղել է 22 միլիոն։ Չգիտեմ Բաբկեն Թունյանը հասկացավ թե չէ, բայց ինքը այս օրինակը բերելով ապացուցեց իմ ասածը։ Ասեմ ինչու։ Ես, եթե լավ նայել է, ինքը տեսել է, որ ես իմ ունեցած ավելի էժան, Վանաձորում գտնվող փոքր ծավալի բնակարանը, վաճառել եմ, վարկ եմ վերցրել, մեծացրել եմ իմ բնակարանը Երևանում 2 սենյականոց։ Այսինքն ես իմ ունեցածը վաճառել եմ, ավելացրել եմ ու մեծացրել եմ։ Հիմա մենք մեր երկրի սահմանները տվել ենք Թուրքին, Արցախը տվել ենք Թուրքին, այսքան վարկ ենք վերցրել, ինչ ունենք փոխարեն։ Էս է իմ ասածը, Արցախը կորցրել ենք, սահմանները կորցրել ենք, վարկը ունենք, ոչինչ ձեռքբերում չունենք, բաս սա երեխաների ապագայի զրոյացում չի, ինչ է պարոն Թունյան, շնորհակալություն օրինակի համար։ Հիմա կներեք նորից պարոն Զեյնալյան, անցնեմ ձեր հարցին։ Տեսեք, իսկապես ես ձեզ հետ աշխատել եմ մի գումարման ժամանակ, եւ այն ժամանակ, երբ որ դուք ընդդիմադիր պատգամավոր էիք, սահմանադրության, սահմանադրական նորմերի խախտումների, նմանացումը սահմանադրական նորմերին խախտումներին, դուք շատ արագ արձագանքում էիք եւ իսկապես շատ ավելի արդյունավետ էր ձեզ հետ նման պատգամավորի հետ համագործակցել աշխատելը եւ ես դա միշտ ողջունել եմ եւ ձեզ իսկապես համարել եմ սահմանադրության ոլորտում այդ դատարանի աշխատակից երևի հնարավոր տեխնացուներից, եթե ոչ լավագույնը, ապա լավերից մեկը։ Բայց այսօր զարմացնում է ինձ ձեր պատասխանների ոճը, որտեղ դուք անաչառություն ցուցաբերելու փոխարեն խուսափում եք պատասխաներից եւ ասում եք սա այս պահին ես չեմ կարող այս հարցին պատասխանել, որովհետեւ ես հետագա տեխնացու եմ։ Ես տեխնացու եմ, հնարավոր հետագա անդամ եմ։ Հասկանում եք, սահմանադրական դատավորը պետք է լինի անաչառ իր արչև դրված հարցերի քննարկման ժամանակ։ Հիմա սկսենք ժողովրդավարությունից, այն որ դուք Եվրոպական միության անցնելու այդ գործընթացի մեկնարկի մասին օրենք էիք բերում, այնտեղ որպես հիմնավորում դուք գրում էիք, որ ժողովրդավարության անցումը պետք է ավելի լավացնել, ավելի բարձր որակի բարձրել։ Հիմա ես ուզում էի ձեր գնահատականը տեսնել։ Վանաձորում, Ալավերդում տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ կիրարկվածը իշխանության կողմից իրականացված քաղաքականությունը արդյոք դա ժողովրդավարության հետ որևէ աղերսունի թե չէ, երբ Վարդենիսն էլ, երբ պատգամավորի անմիջական միջամտությամբ այնտեղ Ալավերդում ավականու նիստը շրջափակվում է, հնարավորություն չի ստեղծում ավականիները նիստին մասնակցեն, կազմակերպվում է մի միջոցառում, այսպես ասած, որով համայնքի ղեկավար են փոխում, համայնքի բնակիչների մեծամասնությամբ ընտրված համայնքի ղեկավարը։ Վանաձորում ընդհանրապես համայնքի բնակչության մեծամասնության ընտրությունը մի կողմ է դրվում եւ ԺՊ է նշանակվում բոլորովին կապ չունեցող համայնքի ընտրության հետ։ Սա ժողովրդավարության հետ ինչ աղերս ունի, իմ հարցը դրանում է։ Սա արդյոք ես ուզում եմ հասկանալ, դուք որպես ժողովրդավարության ջատագով ինչպես եք գնահատում այս երևույթը։ Սա արդյոք մեծամասնության դիկտատուրա չէ, երբ որ մեծամասնությունը այդ հարցերը լուծելու համար օրենքի ուղիղ փոփոխություն է անում հայտարարելով սա Վանաձորի դեպքի համար է այս փոփոխությունը եւ վարչապետին տալիս է լիազորություն ԺՊ նշանակելու եւ տարիներով համայնքի բնակիչների ընտրությունը անտեսված է։ Սա մեծամասնության դիկտատուրա է թե ժողովրդավարություն եւ ես այս համատեքստում ուզում եմ հիշեցնել ԵԽԽՎ բանաձևը, որտեղ հստակ 22 թվականին ընդունված գրված է ժողովրդավարությունը մեծամասնության դիկտատուրա չէ։ Ես ուզում եմ ձեր կարծիքը հասկանալ, դուք ներկայացրեք եւ
անաչառ կարծիքը ներկայացրեք։ Հիմա հաջորդը Սահմանադրության 4-րդ հոդվածը հստակ ասում է. իշխանությունների, պետական իշխանություն իրականացում է օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման հիման վրա։ Օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների հավասարակշռման սկզբունք։ Հիմա այս համատեքստում եւ հիշեցնելով նաեւ վարչապետի երթման տեքստը, որտեղ ասվում է, որ ինքը որ մարդը որպես վարչապետ երթվում է պահպանել սահմանադրությունը եւ օրենքները։ Ասել է թե նաեւ 4-րդ հոդվածը պետք է պահպանի եւ մնացած բոլոր հոդվածները։ Հիմա եւ պետք է հավատարիմ մնա կառավարության անդամի բարձր կոչմանը։ Այսինքն պետք է պահպանի սահմանադրությունը եւ երբեք չպետք է դրժի իր ուխտը։ Իսկ ուխտը սահմանադրությունը պահելն է, իր ուխտը օրենքները պահելն է։ Հիմա ինչպես է այս ամենը համադրվում հետևյալ իրավիճակների հետ։ Երբ 19 թվականին վարչապետը ինքը այն ժամանակ երևի թեկնածու, իր կոչով ազգային ժողովի տարածքը, շենքը շրջափակվում է, ներս են մտնում քաղաքացիները, այն ժամանակ չէր թույլատրվում, տարածք ազգային ժողովը շրջափակում են, հետո բացեցին, հետո նորից զմռսեցին։ Սա կոչ չէր ազգային ժողովը շրջափակելու, գործադիր եւ օրենսդիրի հարաբերություն։ Վարչապետը կոչ է անում հանրությանը դատարանները շրջապատել եւ այդ թվում նաեւ սահմանադրական դատարանը շրջապատել։ Հիմա սա ինչպես է համադրվում գործադիր եւ օրենսդիր իշխանությունների հավասարակշռման սկզբունքի վրա։ Որպես կուսակցության նախագահ, պարոն Կոնջորյան, մի խանգարեք իմ հարցերին պետք է պատասխանի Զեյնալյանը։ Որպես կուսակցության նախագահ հանդես գալով իրենց կուսակցության քարոզարշավում ինքը որպես վարչապետի թեկնածու, որպես վարչապետ հրահանգներ է տալիս նախարարին սպիտակում, ազգանունն էլ չեմ հիշում այդ նախարարի, Օսիպյան, 2 ժամ ժամանակ եմ տալիս, պատերին ծեփեք, ասֆալտին փռեք, նա այդ պահին կուսակցության ղեկավար էր, այդ ոնց եք դա համադրում, վարչապետի լիազորությունները, սահմանադրության հոդվածը եւ կուսակցության նախագահի քարոզարշավում նրա ելույթը։ Ինչ ասիք։ Վարչության անդամ թող լինի, դու ինձ համար մեկ է, ձեզ համար է մեծ արգոն եւ այլն։ Ուրեմն, որպես վարչապետ, ինչպես եք համադրում նրա գործունեությունը, վարչապետը SMS-ով պատգամավորներին հրահանգում է մանդատը վայր դնել եւ ԲԴԽ-ի նախագահին իր պաշտոնից հրաժարական տալ։ Սա ինչպես եք համադրում սահմանադրական մարմինների անկախության հետ, այս հոդվածի հետ։ Սա միջամտել չի, բա ինչ է։ Սա հավասարակշռման սկզբունքը խախտել չի, բա ինչ է։ Սա իր տված ուխտը դրժել չի, բա ինչ է։ Հիմա այս մարդը, ով ամեն օր իր գործունեությամբ իր սահմանադրական նորմերը պահանջով տրված ուխտը դրժում է, չգիտես ինչու սկսել է խոսել ուրիշների ուխտի դրժման մասին, էլ ես չեմ խոսում այդ ուրիշների այդ ուխտի դրժումը կա, չկա, իսկություն է, իսկություն չէ, բայց այն մարդը, որ ինքը ամեն օր իր ուխտը դրժում է, ինչ բարոյական իրավունք ունի խոսել որևէ մեկի ուխտի դրժման մասին։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու որպես ազգային եկեղեցու բացառիկ իրավունքի մասին։ Հոդված 18 բացառիկ առաքելությունը։ Ես ուզում եմ դուք մեկնաբանեք, որպես հնարավոր անդամ սահմանադրական դատարանի, ինչպես եք դուք պատկերացնում, ինչպես կմեկնաբանեք Հայաստանյաց առաքելական եկեղեցու որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը։ Եվ երեք Մարիա Կարապետյանը ելույթ է ունենում, ասում է առաքելական եկեղեցին ընդհանրապես մյուս կրոնական կազմակերպությունների նման մի հատ կրոնական կազմակերպություններ։ Դուք, ես ուզում եմ ասեք, դուք նույնպես այդպես եք կարծում, ինչպես եք մեկնաբանում, սա ընդհանրապես մի հատ կրոնական կազմակերպություն է, թե բացառիկ առաքելությամբ ազգային եկեղեցի է եւ դա իրենից ինչ հետևանքներ կարող է ունենալ։
Եվ վերջում նորից ես ուզում եմ ձեզ ուղղել են հարցերը, որին այդպես էլ պատասխան չեմ ստացել, այդ ձեր իսկ բերած, օրենքի նախագծի վերաբերյալ Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացի ու մեկնարկի մասին։ Խնդրում եմ վերջապես նշեք, որոնք են առաջին այն քայլերը, որոնք ենթադրում են այդ մեկնարկային գործընթացը, եւ այդ քայլերը ինչով հնարավոր չէր անել եղած գործիքների միջոցով, եղած հնարավորությունների միջոցով առանց այս օրենքի, որովհետև մենք որպես խորհրդարանական վերահսկողություն իրականացնող մարմին պետք է հասկանանք ինչ պետք է անել, ինչը չի արել, ինչու չի արել, ոնց հետևենք։ Շնորհակալություն, Վլադիմիր Վարդանյան։